ժողովուրդը մշեցին, ամեն մեկն ունի աղբյուր, չեք տեսել, եկեք այցին, մարդ սիրող մարդասեր, փոքրից մինչև մեծը ծեր, Հայ ժողովրդի ճակատագրին բնորոշ ճակատագիր է նաև Դիլիֆի ժողովրդի ճակատագիրը։ Գաղթ, տեղահան, բնավեր, տնավեր ժողովուրդ։ 1828-29 թվականների ռուս-թուրքական պատերազմների ժամանակ մեր ժողովրդի մի հատվածը հետևելով հարևան ժողովուրդներին իրենց պանդխտության ցուպը ձեռքին բռնած, տանջանքների թոհու բոհով անցնելով, գալիս հանգրվանում է Վրաստանի հյուրընկալ հողում։ Դիլիվցիները գաղթել են 1829-ից 30-ական թվականներին Արևմտյան Հայաստանից, Մուշի գավառից, Էզրումի նահանգից, հիմնականում Խնուս գավառիկի Ենգիքյոյ գյուղից, Բիթլիսի նահանգի Խլատ գավառիկի Թեղուտ գյուղից, հետագայում գյուղը համալրվել է տարբեր գավառներից ու քաղաքներից։ Գաղթական մշեցիները սկզբնական շրջանում բնակություն են հաստատել Աշոտսկի շրջանի Կրասար գյուղում, իսկ 1830 թվականին 7 ընտանիք տեղափոխվում են Ջավախք։ Յոթ տուն էր, յոթ ջոջ էր, սալերը ճռան, գաղթի քոչ էր, երկրեն ելան լաց ու կոցով, թողին խմոր, թոնրի բոցով, ծծմեր մամիկը բարուրը շալկած, սուրբ նարեկն էլ կրծքին սեղմած, սարեր, ձորեր ոտքի առան ու Ջավախքի կողմը ձռան։ Հայերի առաջի գաղթը եղել է Արևմտյան Հայաստանից։ 17 ընտանիք եկել են հասել են Խալաչի, լիճ կա Խանչալու լիճ, ին կողքի վրա արևելք կողմը։ Մի քանի հոգի եկել են այստեղ ոչ մի բնություն չի, մարդկություն չի եղել։ Գալով տեսել են այստեղ բան կա էլի այդ փոքր սարներ կա ջուր, բան էս ամարտակ բնակ եղել։ Միամ մեկ մուխ ելել է փոքր գոնդորայի դեմ ջուրե մայմատ կսեն դրա։ Դեդ կնան դրանք այդ մարդու մոդը քսոր ես հեզի կեղ կդամ։ Գնացեք ընդեղ ապրեք։ Այդ մարդիկ հետ կգան, պատադին բանկենին նորից կվերադառնան ընդեղ կգան 17 ընտանիքով գավակույն էստեղ։ Դրանից հետո նորից ուրիշ գաղթ կեղնի, 4-ը մի անգամից կգան, 3-ը մեկ կգան։ Կան մարդիկ որ եղել են մինչև բան են, ծուղրուտ են եղել, ակին որ մնակ են այս բանում մեր կողմի մարդկանցից չկան, մշեցի, որ կիմանան նորից հետոն կգան։ Այստեղ 17 ընտանիք, ջուրե մայմադին են թիմե, մարդսել որ ես ձեզի տեղ կդամ, տարած կդամ, մենակ մեր պայմանով, ջուրը, թորեք մինչև մեր ջուրը տանեք ջուր, համի մինչև հիմա էլ մենք սենք ջուրեի հարուն, այդտեղից կրացել է փոքր գնդուրա ջուր, այդ ջուրե մայմադի կարկադրությամբ։ Անվանման կա երկու տարբերակներ։ Առաջինը որ այստեղ եղել է շատ ճահիճ տեղ եւ որը տիլ բառից առաջացել, որ նշանակում է ճահիճ։ Մեր նախնիները այստեղ եկել են եւ բնակություն են հաստատել։ Հետագայում տիլ բառը փոխարինվել է տիլիվ բառի, մեր հարևան գյուղերի մեր հարևան գյուղերի ժողովրդի ասելով այս տիլ բառը դարձել է տիլիվ։
հետագայում Դիլիվ։ Երկրորդ տարբերակը, որն ավելի հավանական է, որ դա է ճիշտ է, ուրեմն Չելդեր լեջի ափին գտնվող գյուղերի, որը կոչվում է Լիվայի մեջ գտնվող գյուղերի մեջ, եղել է Դլիվ գյուղ, որը հետագայում թուրքերը վերափոխել են այդ գյուղերը եւ կարծիքներ կան, մտքեր կան, որ Վարզաթվան, Շայթվան գյուղերից մեկը եղել է Դլիվ գյուղը, որ հետագայում փոխարինվել է այդ թուրքական անուններ կրող գյուղերից։ Հենց այդ գյուղի անունով է կոչվել է մեր գյուղը, որի անունը կոչվել է Դիլիվ։ Դիլիֆի մեծակայքում պահպանվել են հնագույն բնակավայրերի ավերակներ, հին գերեզմանատներ ու եկեղեցիներ հիշեցնող շինությունների հիմքեր, որոնք դիլիվցիների համար դարձել են սրբատեղիներ։ Դեռ վաղ միջնադարից այստեղ ապրելիս են եղել հայեր։ Այս տարածքը, որտեղ մենք նստած ենք, սա կոչվում է Սուրբ Մինաս։ Այստեղ բնակվել են նույնպես հայեր, եկեղեցին, որի վառ վկայությունը եկեղեցին է, հայկական եկեղեցին, եւ մեր պապերը լրիվ ականատես են եղել այս գյուղի տարածքին, որտեղից իրենք քանդել են քարերը, տարել իրենց համար տնակներ են սարքել ապաստանվելու համար։ Հետո գյուղի կենտրոնում ամենաառաջին գերեզմանատունը, որտեղ մերոնք ուղարկավորություն են կատարել, եղել է նույնպես միջնադարի, նախքան մերոնց վերաբնակվել է այստեղ, գերեզմանոցը գործել է, ունեցել է իր խաչքարերը, հայկական գերեզմանները եւ այլն։ Գերեզմանոցի կողքին մերոնք կարտոֆիլի սկլադ սարքելու ժամանակ հայտնաբերել են եղբայրական գերեզման, այդտեղ եղբայրական գերեզման է եղել, որտեղ բազմաթիվ մարդկանց ոսկորներ եւ աջուն է հանգել։ Գյուղի հարավային մասում եղել է նույնպես գյուղ, մի ուրիշ հայկական գյուղ, որի վկայությունը Թևաթորոս եկեղեցին է, որի շրջակայքում գտնվում է գյուղի տարածքը, մինչև որ էլ պաշտպանվում է հիմքերը, ամբողջ հատակագիծը գյուղի մակետը երևում է։ Եվ այդ ներքևում գյուղից մի քիչ ներքև գերեզմանատուններ, որտեղ եւ անհատական գերեզմաներ կար եւ եղբայրական գերեզմաներ։ Երբ մենք 1984 թվականին այդտեղ հողային աշխատանքներ էին կատարում, այդ ճանապարհը, ֆերման տանող ճանապարհը սարքելու ժամանակ բուլդոզերներով հավաքում էինք հողը, որպեսզի բարձրացնեինք ճանապարհը պատրաստելու համար։ Այդտեղ ի հայտ եկան եւ անհատական գերեզմաներ, որտեղ սալապատած, ծածկած խնամքով ոսկորներ մեջը դարձած եւ եղբայրական գերեզմաներ։ Եվ այդ գերեզմանոցը այնքան մեծ էր, որ ես կարող եմ ասել գյուղի այն վերջի ծայրից մինչև այդ կոլեի արդ ենք ասում մեր նոր գերեզմանը, մինչև դրա վերջնամասը այդ գերեզմանը սփռված է։ Մոտավորապես 200 մետրի վրա։ Դրանք բոլորը գալիս են պատմելու, որ այստեղ ապրել են միջնադարում, վաղ միջնադարում հայեր։ Հայն առանց եկեղեցու ասել է, թե հոտն առանց հովվի։ Մշեգավառից գաղթած դիլիվցիներն էլ որոշում են կառուցել իրենց եկեղեցին գյուղի կենտրոնում 1866 թվականին։ Ուրեմն
ավելի վաղ այս եկեղեցուց գյուղը ունեցել է Փայդաշեն եկեղեցի, որը կոչվել է Սուրբ Գևորգ եւ տերդերն էլ եղել է Թատևոց Տեր Մանվելյանը, Տիրացու Միքայելի թոռը։ Այնուհետև կառուցվել է այս եկեղեցին եւ գործել է մեծ շուկով։ Հետագայում կոմունիստների իշխանության գալուց հետո քանդել են գմբեթը, գցել են ու դարձրել են հացի պահեստ եւ օգտագործվել է որպես պահեստ մինչև մեր օրերը, մինչև 70-ականները, այնուհետև վերածվել է հացատան, այստեղ թաղմանարարություններից հետո հաց էին տալիս եւ որպես ծառայել է հարսանյաց տուն։ Եկեղեցին կոչվել է Սուրբ Վարդանանց եկեղեցի, կառուցվել է հույների ճարտարապետների կողմից եւ գործել է մինչև մեր օրերը, այս վերջերս էլ ուզեցանք վերաբացում կատարել եկեղեցու, բայց կդուրը թալվեց ու այդպես էլ իսավեց։ Հույս ունենք մենք դիլիվցիքսի, որը 5 տարվա մեջ են, այդ ժամը վերականգնվի, իսկական եկեղեցիկ յանի, որտեվ դիլիվցիք հետանուց չեն եղած, եկած է մշից, գազվանից, Հովհաննեսյանների ընտանիքը 1828 թվին եկան ստեղ Դիլիֆեգան։ Դիլիֆեգան ես մեր տեր հայրը ինքը բալուլ երեխա էր։ Երեցին ստեղ ինքը ստեղ մեծացավ, սովորություն ունեցան, որ ինքը հոգեգան դպրոցի սովորեր։ Սովորավ ինքը հետո վերջ եղավ տերդեր։ Ես մեր տերդերներից իմ պապիս հետո ես մարդն եղե տերդեր ամենավերջի տերդերը։ Ինքը էլ մահացավ 1899 թվին, ես տեր հայրից առաջ, եղել է Մանվելյաններին, ինքը եղել է առաջի տերդերը ստեղ ժամի մեջ, հետո ինձ պապաս է պատն է, հորողպերս է պատն է, ամեն չէ պատմել են, որ այդ մարդը եղել է այս ծևի մարդ, հետո այն կողքի գերեզմանատունը, այդ էլ եղել է նորից Մանվելյաններին, ինքը եղել է երիտասարդ, ամուսնացուցել են, Երա այդ դարաշրջանի մեջ հələ հարսը տուն չբերած ինքը կմանա։ Մերոնք չէ, ինքը Մանվելյանները տերդեր ուներ։ Երեն իրենց կողքետ կթաղեն, այդ օրից հետև այդ հարսի կեսրարը իմ հորողպերս։ Չի թողնե ուր իր հարսը ուրիշին տալու, այդ հարսը բերե մեկ էլ տեղի։ Իբից բաղունքը, ոդանստիել, վեզերուն ագաջելիել, իչ գպատմեի, որի մասին է, քանոր ես 7 տարեկան հասակումս ետում է մնացել, արհովի ոչխարի հարգ է, արոդիս դուրս գելնի,
Դարես փախնեի, կետայ հոդա գվստեի, հեքյակ հանգաչկել էի, երկ հանգաչկել էի, այդպես է գզբաղվեի, մինչև խելքս արա, ասկսի կորխոզ աշխատել, իսկ օրեղա ես համար է թե 20 տարեկան, գնացի նախրին չոբան, որ հետ միասին, մեր կորխոզին էի, չոբան կնացի, մեր կունենք մե հավն, Վրաստանու է պերից հազեր են, Ալաջա հավ էր, բալակ, իր գունեգա Սիբերտի գինը տխուր է, մեր կուրախտ ունենք եղե, ինչ կա, ապա հավը կորիր է, չկա, կսի իրգուն գիկա հավ խոչ չեր տակորի, Էդ օրը կնացի հեքսորեգա շիմ հավերի շատ տխուր է, աղջի ինչ եղի, ապա հավն կորավ չկա, էյնձի համապան, նստակ երես բներու կարին, հավուդողն է մեջն է, կորնողն է, բայց գիտեն, գիլա բուգույն է կերելի, ասկսիսի մարդուն պատմել, գագիդից են, Ախ կողնար աղջիկ կեպեր բերը, շատ սիրով է երկրորդ սերը, երկար ապրի հավիի տերը, տարան կերան ածան հավես, Ինչ գասկանան էդ հավեն, ժարի տերին, տերին թավեն, ու դողջա բարձանացավ է, տարան կերան ածան հավես, Հավասածանիքն էլ բալակ, իզուր շխարգիլ ախեր կալակ, կերանու էրին հանակ, տարան կերան խոշուր հավես, ագվապն է եսի, Իրգուն ագվապն է գավսարեն, նինանք եմնելավ ավուզարեն, կողծած հավին չեն տապարեն, տարան կերան բալակ հավես, կրի զարգի պադին, որ ագվապ է հավն կորեր է, Ամեն նմչես յալին մե իշադակ մե քարգը դարին, մրհավուն է ես մե քարգը դարին, ինչ կավ։ Մշո ժողովուրդն իր հետ բերելով այն, ինչ որ ժողովրդին բնորոշ ավանդություն էր, դա մինչև այսօր պահում, պահպանում է։ Նրանք իրենց խոսելաձևով, սովորույթներով տարբերվում են իրենց հարևան շատ գյուղերի բնակիչներից։ Կեգիստեղ մեր սովորույթինը սևին եղի, մենք ոչ աղջիկ ենք դուրս տվի, ուրիշ հարևան կյուղերին, ոչ էլ բերել ենք, մենք մյուսով էդ երկու կյուղի հետը մեր առնչություն էդպես է, աղջիկ եմ տվե, աղջիկ են արը, էդ եղի, իսկ մեր տարածն են հարևան կյուղերի տարբերությունն են, որ մենք որ մշեցի ենք բուլանլıq, ենգի կովի բուլանլıq կյուղից ենք եկի, մենք ունեցել ենք տերնդես, Մինչև հիմա էլ մեր այդ բանը հավանդը կա։
Դիլիֆում բնակություն են հաստատել նաև հայ գոշաները։ Նրանք հետագայում տեղափոխվել են Նախալքալակ, մինչև այսօր էլ պահպանվում է նրանց հողատարածքը, որին էլ անվանում են Գոշի արտեր։ Այս հողերը եղել են իբր բոշաների, բոշի արտեր են կոչվում ու սովետի ժամանակաշրջանն էլ, կոլխոզ տնտեսության ժամանակաշրջանը անասուններով այստեղ վարել, ցանել են, բերք են ստացել, գարի ծորեն են ստացել։ Սարի վերի մասը որ կա, դա եղել է հիմնականում ամառային շրջանում անասունների պահելու տեղ։ Գիշեր ցերեկ եւ կովերը եւ լծկան անասունները գիշերները այդտեղ էին պահում։ Խլոյի աղլ է կոչվում։ Երբեմն երիտասարդները կատակում են մեկ-մեկին, վախեցնելու որ չգնան, անասուններ չգողանան, ասում են այդտեղ սատանա կա։ Գիշերները խլոյի աղլում սատանաները պարկը բռնեն ու կպարեն։ Մինչև օրսել այդ կողմերով մարդիկ անցնելով սարսռում են։ Գիտեն իսկապես այդտեղ սատանաները պար են բռնում եւ պարում։ Հենց այդ ձորի մեջ մի ժամանակ հիմնեցին մրկատու այգի, լավ էլ բռնեց, աճ տվեց, սակայն հետո ինչ-որ ինքնահոսի մատնվեց, չմխիտարեցին, չհետևեցին, այդպես էլ այդ խնձորենիները գնացին, կորան կորչվան եւ կորչվավ նաեւ բնության են գեղեցիկ հմայքը, ինչ-որ մի ժամանակ գոյություն ուներ։ Դիլիֆն հայտնի է բարձրորակ խմելու ջրի մեծ պաշարով, որից օգտվում են ինչպես Մինուց Մինդայի, այնպես էլ Ախալքալակի շրջանի մի շարք բնակավայրերը։ Մեկ թե 12 գյուղ ջուր է տարել մեր ջրից, այս հիասքանչ, անմահական ջրից։ Օգտագործում են ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման կարիքների համար։ Եվ մեր ջրի մի մասն էլ մենք տեղափոխել ենք ոռոգման կարիքների մեր ոռոգման կարիքները հոգալու համար։ Սակայն այդ հրաշքներից, այդ հրաշք հարստությունից մեր գյուղը ոչ մի եկամուտ չունի։ Լուսաբացին արևուց առաջ հոդդ պրել ես սանի վեր կանաչ արոդի չորդեն բացվել էր կագաչ կեզ բեզ դուր էգան կոլխոզի չոբան արոդի չորս կողմ բացվել էր կագաչ Կեզ բեզ դուր էգան կոլխոզի չոբան Բնակչությունը զբաղվում է մանր եւ խոշոր եղջերավոր անասնապահությամբ, հողագործությամբ, աճեցնում են կարտոֆիլ, գազար, կաղամբ, ճակնդեղ, սոխ եւ սխտոր, ունեն խնձորի այգիներ, հարուստ է պեմզայի հանքաքարերով։ Խորհրդային կարգերի ժամանակաշրջանում ունեցել է ոչխարաբուծական, խոզաբուծական, թռչնաբուծական եւ անասնապահական ֆերմաներ, ունեցել է մոտ 1150 գլուխ խոշոր եղջերավոր եւ 3000 գլուխ մանր եղջերավոր անասուններ։ Կոլխոզը Մդան 1938 թվերում ուժեղ կոլխոզացիա էր։ Ֆերմանեն էլևատ ինչ կար։ Ինձ են, քեզ են մեկ կով ես ցիկտանեին ու ֆերմա սերդի, թե չտարդակ ֆերմի կոմենոր մարչել ինչ կոմե։ Շտերմանը սերդեցի կոլխոզ։ Թորը 1000 ոչխար ունեցել է մեր ֆերմա։
1000 պային, խուզեին պուրտը պետության կուդային, կատ պլան կար, կատ կուդային, կտեին, կատը կուդային պետության, որ պետություն էլ ման զարկացավ, թե չէ ուրդից պետություն զարկանել, առաջ էլ եկպես եղել, երես պատմեր, Նիկալայի ժամանակ, հարուս, 300 տարվա պետություն է, էլի ժողովրդից թարա է արի, ժողովրդից բուրդ է արի, պանիր արի, կատ է արի, որ չարներ, ուրդից կյանի պետության։ Բուրդը պետության կուդային, կատ կուդային, իսկ մեր աշխատանք նորի անձամբ ես, են եմ տեսով, ռողիմ թշնամին չտեսնին, շտանջանք եմ տեսել առաջ, իշեր չերեք դադեինք, այսքանն բուլուտ չկար որ ուդեինք, այդման օր են կաշեց։ 14 տարեկան է քաղում էր, 10 տարի, 15 տարի քաղում էր, խոզի մեջ, հետի լամուսնացա էլի քաղկեն ենք։ Մի խնդար ընգեր, քեզ էլ կպահադայի այս պահանը մեգոր, դու վարգեն նստես ինձ կկանչեն վեր, բախտերս գփոխվի շրջանը մեգոր, փողի վրա հույս մի տնի հավիդյան, մտնելով դուրս գուկար շատ մարդու գրբան, բախտի պերման ծարան գդարնա իշխան, իսկ իշխան էլ ծարա գդարնա մեգոր։ Օդարության մեջ են անծանոթ եղբայր, վախտակարի խտենյետ ես իմալենի, օփաբագսել թերի մնացել, գուլամ գնեղ տեդոնուամ, օկնոնել չունել, գուլամ գնեղ տեդոնուամ, օկնոնել չունել, Կիրագնոց կիրագի մայրս կանալիս էր, չեկայի տերոնան նստած լալիս էր, նեբուրիշի ծերկով հացը տանալիս էր, հայվախ, հայվախ, որ ես մանում եմ, Գուլամ գնեղ տեդոնուամ, օգնողնել չունեն։ Երբ որ սկսել է թուղատնտեսության ժամանակը մարդիկն իրենց համար չաղաց է շինել։ Չոպուրի Լևոն, Չոպուրի Աղասին, Արտելի Ալեկը, այնտեղ Բաղդեի չաղացում կար, Բաղդեիներ, հետոնք իրենց համար չաղաց է շինել, երկու քար կաշխատել, հետև շատոր սովխոզեգա վրա կոլխոզ տնտեսութենը քանդեցին, երեցին սովխոզ տնտեսութեն, չաղացիներով լենիններ են։ Իցնը 9 թվին եսիտ եղել էր ես, եսիտ հետև եղավ շիլետին չաղաչ։ Հիմը ամբողջ վերի համար չաղաչը կծարայի։ Ջան հացին թխի պարպարի, ջան ու դողալ է մանուշեղնի, ջան ծաղիկ ջան, խմոր շաղի ճաղերով, ջան վերին տրի շաղերով, գլախ փախանք ինքը տարեկան մեղի, փախանկացինք քաղաք ընթացինք, վայենիքը թվանք պեջուրանց կայնատ, մեգլեի մաղպեին էր վայենի, ժողովուր սաղ կաղկեն փախածի չկա, հետև աղպերսի կնած մզիկ, խանտն էլիք բանիր մանցի, բերյեց կերանքո, կացինք, թուրքն հեյն դեց, կացինք արագյալ ժողովուրդետ կեղրան, իչավ բանա, արագյալ ռախտն են մանցինք,
տեսան կոչե թուրքը պատում եկավ, ժողովուրդ փախավ։ Արագյալում ելանք լծվանք ծորան, ծորուն հաշիվ չկա, ժողովուրդան կերտա, որն ինչն կարմունջն է կոդրի երեխեքը գրանչերի մեջ են, բադին, են դու կարմունջ լավ էր, էդ կարմնջով ժողովուրդ ընցավ, մար, ոչխար, էդ դուրան մնանց ու փախավ, որն փախցուց տարան, որն էդ մամանանց թուրք։ Այս տարբեր ժամանակներում կատարված մարտահամարների տվյալների գյուղի բնակչության թիվը տարբեր է եղել։ 1830 թվականին գյուղում ապրել են 230 մարդ, 1832 թվականին ունեցել է 390 բնակիչ, 1886-ին գյուղում ապրել են 96 ծուխ 905 անդամներով, 1918-ին գյուղն ունեցել է 1280 բնակիչ, իսկ 1926-ին նրանց թիվը նվազել է, դառնալով 975, 1996-ին գյուղն ունեցել է 344 ծուխ 1534 անդամներով, 2006-ին գյուղի բնակչության թիվը հասնում է 1800-ի։ Մոտ 650 եւ ավելի դիլիվցիների ընտանիքներ այսօր ապրում են Սամտրեդիայում, Երևանում, Թբիլիսիում, Բաթումիում, Գագրայում, Գյումրիում եւ Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում։ Մեր գյուղի նշանավոր մարդկացից է Ռոբերտ Անդրանիկի Մանվելյան, պրոֆեսոր, աշխատում է Երևանի անասնաբուժական ինստիտուտում։ Մարդուն Վահանի Կիրակոսյան, իրավաբանական գիտությունների թեկնածու, քաղաք Վանաձոր։ Խուշուտ Էլիզբարի Հովանիսյան, նկարիչ, քանդակագործ, Ռուսաստանի Դաշնության, քաղաք Սանկտ Պետերբուրգում։ Լյովա Դերենիկի Մանվելյան, նկարիչ, քանդակագործ, Ռուսաստանի Դաշնության, քաղաք Ռոստով։ Ռազմիկ Վարազատի Հարությունյան կարդում է դասախոսություններ Ռուսաստանի Դաշնության, քաղաք Բլագավեշենսկի տարբեր բուհերում։ Կիմ Սուրենի Մարտիրոսյան աշխատում է Հայաստանի գյուղշին նախարար։ Սարգիս Արտեմի Գրիգորյան Հայաստանի անդարտանդեսության նախարարության բաժնի պետ, Արթուր Սարայի Հարությունյան ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում վարչության պետ գիտությունների թեկնածու, Զորայր Ռաֆիկի Կիրակոսյան կարդում է դասախոսություններ Երևանի տարբեր բուհերում։ Ունենք ներքին գործերի բաժնում աշխատողներ, պաշտոնյաներ, գնդապետներ, փոխգնդապետներ, քննչական բաժնի պետեր, օդաչուներ, Սամվել Ենգիբարյան, Կարլեն Մանվելյան, Լովա Կիրակոսյան, Լովա Չոպուրյան, Վազգեն Մարգարյան, Ռաֆիկ Մարգոսյան եւ ուրիշներ։ Գյուղն ունի ակումբ, գրադարան, բուժկետ, որն այսօրվա դրությամբ չի գործում, առևտրի մի քանի օբյեկտներ։ 1837 թվականից Տիլիվ գյուղում գործել է եկեղեցիական ծխական դպրոց, որտեղ սովորել են 4 տղաներ։ 1908-ին գյուղում գործել է երկսեռ դպրոց, որտեղ սովորել են 28 աղջիկներ եւ տղաներ։ 1913-ին ծխական դպրոցը ունեցել է 60 աշակերտ, որոնցից մեկը եղել է աղջիկ։ Դպրոցը պահվել է Կովկասի հայոց բարեգործական ընկերությունից ստացած 145 ռուբլի թոշակով։ Դպրոցը 1830 թվականից մինչև 37 թվականը եղել է քարամյա դպրոց։ Հետագայում 37-ից մինչև 61 թվականը 8-ամյա դպրոց։ 61 թվականից մինչև այսօր գործում է միջնակարգ դպրոց։ Նոր շենքը դպրոցի այս նոր շենքը սկսել է կառուցել 61 թվականին։ 62 թվականին հունվարից դասերը անցկացվել են այս դպրոցում։ Սկզբնական շրջանում աշակերտության քանակը աստիճանաբար աճել է, մինչև 525 աշակերտ ենք ունեցել։ Հետագայում իջել է եւ այսօրվա դրությամբ դպրոցում սովորում են ընդամենը 232 աշակերտներ։ Տիլիվ գյուղից ստալինյան բռնությունների զոհ են դարձել 4 մարդ, ունի 8 հերոսուհի մայր։ Մեծ հայրենականին այս գյուղից զոհվել են 71 մարդ։ Արցախյան ազատամարտին դիլիվցիներից մասնակցել են կապիտան Մարկոսյան Պետյան, զոհվել է Հադրութում, Գրիգորյան Թուլվելը, Մարկոսյան Արարատը, Ալեքսանյան Հակոբը, Կիրակոսյան Կարեն եւ Ռաֆիկ քույր եղբայրները, Բաղդասարյան Սարգիսը եւ Պողոսյան Էդվարդը, Կիրակոսյան Միշան եւ շատ ուրիշներ։
Գյուղացիները մինչև այսօր էլ լավ հիշում են 1918-ից 20-ական թվականներին թուրքերի դեմ մարտնչող իրենց գյուղացիներից շատերի պատմությունները։ Մեր գյուղի հերոս մարդիկ, ես այդպես մարդկանց հերոսն Խազարը կար։ Այդ մարդը գիշեր թուրքերը իստեղ իրենց հարևան սալդատ են եկել, թուրքի սալդները տեղ են եկել։ Իմացել են թե Խազարը ով է, իմացել են Խազարի մասին, որ էդիկ թուրքասպան է։ Պատմել են ենքան մարդկոր պատմեն, թե այս մարդն է։ Եկել են մեկիմ տարել, ցել են թե այսօր կողս ցավ է։ Հրացան բռնել են, Խազարոր դուրս կա։ Բանից խփե երտիկից։ Խազար կսեմ մեր կողը ցավ է, արի օգնել ազատ է, չի ազատ է։ Լավ կսեմ ինքնել։ Խանչալը գիտես չէ, քնած ժամանակ խանչալ վրայի չի անել, միշտ խանչալով է քնել։ Ուրեմն դուրս գալու ժամանակ շաբիկ թումբան կսենք, շաբիկ հառաչ է, իտարոսիկ մայկա չկար ես կողմեն։ Շաբիկ թումբան կար, այդ շաբիկ թումբը հակած դուրս գկա։ Այդ ժամանակ օղը կցեն վիզը թուրքերը, երկու սալդատ, ասկյար կսեն, ես ինքին։ Օղը կցեն վիզը կաշ կդա, արդեն կասնեն մեմ մադը կող էստեղ, որ սխ մեմ բան են խեղտեն, կապեն, օղեները կցեն։ Բայո խանչալ վրա ենոք ինչ գիտե թե խանչալ, կաշը երկուսն եք սատ կեսն է, նունք էդպես են պախնի։ Թուրք ասկարը, ներս մտնի, ոսկի գուզեք, չէ ես ոսկի որ դիստամ, հրացանակ պրնե վրան, մեր ստիպած կանե ոսկի գուտան, շարանով ոսկի, գուտա եսիք տնե իրեն շինելի ջեբը, ջեբն որ գտնե, ես ոսկեսն ու թելը դուս կերևա, մերս կամացով կաշե ոսկի ջեբից կհանե, Անը ու կույի մեջը, կծև վոտկը կզարգե վարան, մեգել էսի կաշոր չկա, թեզ ալտուրի վեր, յոխսա վրա ժաղան, այո որ կսես, սան ալդան այդ, ներդան վերեմ, յոխտուր, ու մերս կպոգվի դուս, տղակը կսեն տեկրլի, կնա կսեն, փախի մեզի պան չի ենի, չի սպանի, մերս փախնելով գուկա էստեղ Օրող բեր ունենք, երոս թուրը, արդեն սովետից էլ յազորված մեկը եկել որ թուրքերը էստից հանի, մեր զգուկա է տեղ այսօր փողոք կենի, կսոր տղիս արզատ կամարա առավ, ոսկի կս առավ, այսի թուրկը, կանչեք se ես կնիկ մարդը ոսկի կարել ես, առա, Բայց հետև ինչը գրբանես կողծավ, կսե կողծել ես, կսե հա, հանիլ է, բայց մանչուս կսե կամարը, հա, կսե մոտս, դե հանետ, որ հանեսիկ կուդա, եղբար թուլ կուդաս, կսե ես որ կտիմ պենիմ մի երկու հատում կաշեմ եսի կամարով, ես իքիմ կյանքս վարից, զար կսե կուրջան, եթե հետպես տղամարդ կնիկ մարդ ես, պաժաստ, խպե, վերս կզարգե արունը կսկսե թապել ես որ կտից պենից, հորող վերս գասնի, արի հարժամ մեկ ու ճագատըտ պակին, որ դվեսման խոչղություն երեցին։ Ուստ ես պատիրացել եմ մեր ճավախքի վերջնական առունակերը։ Այս պատիրում պատիրված է ճավախքը իր վրա վերցնելով մի ծանր կելամ, որ ոչ կարող է ներքև գցել, ոչ էլ կարող է պարել շատ երկար։ Կարճ ասած, ոչ դիվլած, ոչ փոր փախ։ Դիլիֆի հարավ-արևելյան մասում մի ժամանակ գործել էր Ջավախետ ճամբարը, որը բացվել էր 1980-ական թվականներին, բայց գործեց մինչև խորհրդային կարգերի քայքայվելը։
Գյուղից այնտեղ աշխատում էին մոտ 15 մարդ։ Հանգստացողները հիմնականում երեխաներն էին, իսկ աշնանշրջանում նաև ծերերը։ Պիտի կովե մեր սրպազարդ զարերով շադի լիվան, հազար տեսակ աղբյուրներով անմահագան պախշուրան, հազար տեսակ աղբյուրներով անմահագան պախշուրան, Կեղիլանչին մշտադալար նորապես ագանդարան, կարզես եղնիկ պարեմպերնի զարդարել է մեսարան, կարզես եղնիկ պարեմպերնի զարդարել է մեսարան, Շատ յուղել է խողովագով, շուրեն տար է մեր շարեն, բայց ոչ մի կատ չի պագասի նրա անուշագներեն, ոչ մի կատ չի պագասի նրա սերունագներեն։ Վեր կողողին Քո ջերին Քո սարերին մատաղ Իմ հայրենիք Իմ սյուն ջավարդ Մի աշխարհ աշխարհիս մեջ Սեփական հոգսերով դանտերով լցված Մեն մենակ արծիվ Լեռան բազունքին բազմած